Բարև բոլորին, այսօր լրանում է 4 տարին Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի ողբերգական մահվան, հիշեցնեմ, որ նրանք զոհ են դարձել Նիկոլ Փաշինյանի Ավտոշարասյանը 4 տարի առաջ, հենց այսօր ապրիլի 26-ին Սոնան հետիոտնի համար նախատեսված տեղով անցնում էր ճանապարհը, երբ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը 108 կմ/ժ արագությամբ անթույլատրելի բարձր արագությամբ անցավ այս մասով, հենց այս մասով, եւ Սոնա Մնացականյանը եւ նրա չծնված դուստրը դարձան նրա ավտոշարասյան զոհը։ Ավտոշարասյունը շարունակեց ընթանալ, չկանգնեց, արդյունքում գրանցվեց Սոնա Մնացականյանի եւ նրա չծնված երեխայի մահը, արդեն 4 տարի է անցել եւ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։ Ավտոշարասյան պատասխանատուները, արագություն որոշողները, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, մեղադրյալի աթոռին միայն վարորդն է եւ նա էլ ազատության մեջ է 4 տարի անց, վերաքննիչ են դիմել կարծեմ, այսինքն ամեն ինչ անում են, որ վաղեմության ժամկետի հիմքով գործը կարճեն եւ այդպես էլ կնոջ եւ նրա չծնված երեխայի մահվան համար, ով ավտոշարասյան, վարչապետի ավտոշարասյան զոհն է դարձել, այդպես էլ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվի։ Իհարկե մեծ հույսեր, որ արդարադատությունը կվերականգնվի, այս իշխանությունների օրոք չկան, սակայն մենք պետք է հիշենք Սոնայի եւ նրա չծնված երեխային, պետք է պահանջենք արդարադատություն նրանց համար եւ պետք է այնքան համառորեն պայքարենք, որ մի օր արդարադատությունը վերականգնվի։ Այս ողբերգական դեպքը եւ դրան հաջորդող էլի դեպքեր եւ ավտոշարասյան ընթացքի հետ կապված եւ այլ դեպքեր ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացի, անկախ նրանից քաղաքականությամբ զբաղվում է թե չի զբաղվում, քաղաքական պրոցեսների զոհ դառնալուց, իշխանությունների կողմից զոհ դառնալուց ապահովագրված չէ։ Ամենաողբերգականը թերևս Սոնայի եւ նրա չծնված երեխայի դեպքն է, որի արդյունքում նրանք զոհվել են, սակայն դրանից հետո էլ տեսնում ենք տարբեր դեպքեր, երբ քաղաքացիները իրենց առօրյա կյանքով զբաղվելիս դառնում են իշխանությունների զորբայությունների զոհը։ Դավիթ Մինասյանով 18 տարեկան է, նա էլ ուղղակի պատարագի էր մասնակցում եւ իր կամքից անկախ դարձավ իրավիճակի զոհը, իշխանությունների զորբայությունների զոհը, կալանավորվեց, ուղեղի ցնցում ստացավ թիկնապահի հարվածից եւ շատ ծանր վիճակում էր, փառք նրա կյանքը հաջողվեց փրկել։ Ու այդպիսի դեպքերը շատ են, կինը ով իր երեխային ուղղակի շախմատի մրցման էր տանում, հանդիպելով Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին, դառնում է իրավիճակի զոհ եւ անհարմար իրավիճակում է հայտնվում, այսինքն մարդիկ ուղղակի ովքեր նույնիսկ այդ պահին իրենց ընդդիմադիր չեն, որևէ ձևով ընդգրկված չեն որևէ քաղաքական պրոցեսի մեջ, կարող են ուղղակի Նիկոլ Փաշինյանին որևէ կերպ եւ նրա թիմակիցներին որևէ կերպ հանդիպելով դառնալ իրավիճակի զոհ։ Այս դեպքում այդ զոհը Սոնա Մնացականյանը եւ իր չծնված երեխան են եւ մենք բոլորս պարտավոր ենք հիշել նրան եւ պահանջել եւ նրա երեխայի կյանքի համար արդարադատություն եւ այդ արդարադատությունը վաղ թե ուշ պետք է անպայման լինի եւ օրինակ ծառայի։